Դե բերեք չմոռանանք, որ 44-օրյա պատերազմից հետո շատ ակտիվ քննարկվեց նաև Հայաստանի Հանրապետության առաջ պայման է դրել, որպեսզի ռուսամանապանները հանվեն հայ-թուրքական սահմանից։ Բերեք դա չմոռանանք, այսինքն այս քայլը անելով Նիկոլ Անհողը եւս կատարում է պաշտոնական Անկարայի հրահանգը։ Երկրորդը, բերեք չմոռանանք, որ ռուս սահմանապանները հանվեցին նաև Զվարթնոց միջազգային օդանավակայանից, եւ նույնն էլ հիմա է լինելու, ասենք նույն Աղուրիկի կամ Մարգարայի անցակետում ռուս սահմանապաններ պետք է չլինեն։ Հայաստանի Հանրապետությունը իր սահմանապաններով է վերահսկելու այդ անցակետով անցնող մարդկանց, բայց խնդիրը գիտեք որն է, հիմա նայեք նույն թուրքական կողմը, ինչպես նաև իրենց հայաստանյան սատելիտները, հիմա որոշ ժամանակ անց որոշում կընդունվի, որ ասենք երրորդ երկրների քաղաքացիները կարող են հատել հայ-թուրքական սահմանը։ Հիմա հարց, դրանից մեզ ինչ օգուտ։ Ինձ հետաքրքիր է, ասենք Ուզբեկստանի քաղաքացին Մարգարայով եկավ Հայաստան, հետո ասենք այսպիսի կներեք բառամթերքիս համար թուլափայ, այսպես կրճոններ շպրտելով Հայաստանի Հանրապետության առաջ, թուրքական կողմը Նիկոլին ասում է, որ անկրագետ Ժողջանիդ քամոզեց, որ դա շատ մեծ ձեռքբերում է, ինչ որ մենք անում ենք։ Ասենք վաղը մյուս օր կվերականգնեն, ասենք Անիի տարածքում գտնվող, Անի քաղաքի տարածքում գտնվող, ասենք բանը, կամուրջը, դա մեզ ինչ օրինակ, ինձ հետաքրքիր է, Անի կամուրջի վերականգնումը Հայաստանի Հանրապետությանը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ինչ։ Ասենք Նիկոլ Անհողի պատճառով հազարավոր եկեղեցիներ, վանքեր, խաչքարեր, մշակութային օբյեկտներ պղծվում են Արցախի տարածքում հենց հիմա։ Անի կամուրջը Թուրքիան կվերականգնի ու դա մեզ վրա կծախի որպես շատ մեծ նվեր։ Ես էլ եմ կրկնում, ասենք հիմա ակտիվորեն նախապատրաստում են այդ Մարգարայի անցակետը, թուրքական կողմը իր կողմից է նախապատրաստում, ինչ, ասենք Մակեդոնիայի քաղաքացին Իգդիրով եկավ անցավ Հայաստան, ինչ օգուտ։ Ասենք Համբարյան Գագիկին, Ծառուկյան Ժաննային կամ Պողոսյան Պողոսին, այն բանի Թունյան միակ ունեն պատգամավոր հարևան Պողոսը, Պողոսին ինչ դրանից, ինչ օգուտ։ Դիվանագետները առանց վիզայի համար վճարելու փոխայցեր են կազմակերպում եւ դա ներկայացում է որպես շատ մեծ ձեռքբերում, իա։ Թող վիզայի փող տա հայ դիվանագետը Թուրքիա գնալու, Թուրքիայի դիվանագետն է կա Հայաստան մտնելուց փող տա, ինչ, սովորական քաղաքացուն տա, ինչ այդ կամ տարվա կտրվածքով այդ քանի հազար դիվանագետ են այցելում Թուրքիայից Հայաստան, Հայաստանից Թուրքիա, որ այդ վիզայի գումարը չվերցնելով դա ներկայացվում է որպես ահավոր մեծ ուրեմն ձեռքբերում հայ-թուրքական սահմանի, հայ-թուրքական հարաբերություններում։ Այսպիսի դեմագանացումներով, այսպիսի անասունություններով կներեք արտահայտության համար Ժողջանին խաբում է։ Որ շատ մեծ առաջընթաց կա հայ-թուրքական հարաբերություններում, սահմանը բացվում է երրորդ երկրի քաղաքացիների համար։ Այ քեզ բան։ Իմաստը մեզ համար, ինձ համար, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, դա ինչ։ Ես էլի Վրաստանով չպետք է գնամ, ցամաքայինով, կամ այլ երկիր թռնելով, կամ նույն Երևանից Թուրքիա գնալով թռիչքով, կամ Turkish Airlines-ը պետք է կազմակերպի ավիաչվերներ Երևանից Ստամբուլ կամ Ստամբուլից Երևան։ Հետ էլ ինչի կազմակերպում, ինչի մինչև հիմա Երևանը Ստամբուլի հետ ուղիղ ավիաչվեր չունի, Pegasus-ը կամ Atlas ջետը, որ թռնում են, չեղավ, հա, Turkish Airlines-ն է թռնում, հետ չելիս չի թռնում, կոպիտ ասած, հետո հասկանում եք, այսպիսի կաբիգություններով, սա կաբիգություն է, սա մումսիգություն է, սա միմոսություն է, փորձում են անկրագետ Ժողջանին համոզել, որ իրական մեծ տեղաշարժեր կան հայ-թուրքական հարաբերություններում եւ դրանում թուրքերին օգնում են, ասեք թե Քլաչի Ռուբենը եւ մյուս Քլաչի ներկայացուցիչները Հայաստանի Հանրապետությունում։